Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, ինչ պատահեց, երբ իսրայելցիներն անցան Կարմիր ծովը։ Գիտեք սիրելիներս, 5 կտակարանի այդ գեղեցիկ հատվածը, որ մենք ամեն անգամ կարդում ենք, շատ կարևոր ներկայություն է այսօրվա մարդու կյանքում։ Տեսնենք ինչ խորհուրդ ուներ այսօրվա մարդու համար Կարմիր ծովով անցնելը։ Առաջին, երբ Մովսես մարգարեն Կարմիր ծովով անցկացրեց իսրայելացի ժողովրդին, նրանց ազատեց Եգիպտոսի ստրկությունից, որտեղ նրանք 400 տարի գտնվում են եգիպտական ստրկության մեջ։ Այնպես էլ մենք, սիրելիներս, այս մեղքի ծովի միջով ենք անցնում, եւ որpիսի մենք էլ մեղքի ստրկությունից անցնենք, մենք պարտավոր ենք մեզ եւ մեր զավակներին անցկացնել մկրտության ավազանի ծովով։ Երբ երեխան հոր, որդու եւ Սուրբ Հոգանով մկրտվում է, նա ազատագրվում է մեղքի իշխանությունից եւ ստրկությունից, որովհետեւ երբ որ մենք ծնվում ենք, գալիս ենք այս աշխարհ, մեզ հետ ժառանգում ենք ադամական մեղքը։ Այն չմկրտված մարդը զրկված է երկնքի արքայությունից եւ դրախտը փակ է նրա համար։ Ուրեմն մենք այդ ճանապարհը պիտի անցնենք, որպեսզի ազատագրվենք ստրկությունից, որպեսզի դառնանք նոր եւ ազատ ժողովուրդ։ Եվ որպեսզի նոր եւ ազատ ժողովուրդ լինենք, այս ճանապարհով մենք կարողանանք Տիրոջ ժողովուրդը դառնալ, ինչպես Տերն ինքն է ասում. ես ուզում եմ ձեր հայրը լինել, դուք էլ իմ զավակները։ Երկրորդ, երբ որ Մովսես մարգարեն Կարմիր ծովով անցկացրեց Իսրայելի ժողովրդին, որպեսզի առաջնորդի ավետյաց երկիր, նրանց սկսեց կրթել Աստծո օրենքներով, պատվիրաններով, Աստծո խոսքը նրանց մեջ զորացնելով, որպեսզի նրանք կարողանան իրենց կյանքի դժվարություններին խոչընդոտեն, երբ որ հանդիպեն, չտրտնջան եւ չդժգոհեն, որովհետեւ մկրտությունից հետո է սկսվում նաեւ մարդու փորձությունները։ Եվ այս պարագային մեր ծնողներն ու կնքահայրերը պարտականություն ունեն մկրտությունից իրենց զավակներին դաստիարակել Աստծո խոսքով, Աստծո պատվիրաններով, Աստծո կամքին հնազանդեցնել, որպեսզի նրանք կարողանան հասնել երկնքի արքայության։ Որովհետև առանց խոսքի իմացության, առանց Սուրբ գրքի ճանաչողության մենք չենք կարող չարին հաղթել, այլ հակառակը չարի զորությունը ամեն անգամ մեզ պարտություն պիտի մատնի։ Եվ վերջապես երրորդ, երբ որ Կարմիր ծովն անցան, նրանք դուրս եկան Սինայի անապատ։ Անապատը լեցուն էր փորձություններով ու դժվարություններով։ Այնպես էլ երբ որ մարդը մկրտվում է, քրիստոնյա է դառնում, դժոխքը նրան պատերազմ է հայտարարում։ Եվ ինչպես որ անապատում լեցուն են տարատեսակ դժվարությունները, փորձությունները, շոքը, քաղցը, ծարավը եւ տարատեսակ գայթակղությունները, որ կարող են թշնամին պատճառել, այնպես էլ երբ որ մկրտվում ենք եւ հոգեվոր կրթություն չունենք, մենք հայտնվում ենք չոր անապատի մեջ։ Իսկ այդ անապատը հաղթելու համար դու պիտի ցուցաբերես համբերություն, աղոթական կյանք եւ Տիրոջ հանդեպ անվերապահ սեր, որպեսզի հասնես ավետյաց երկիր։ Մենք անապատի միջով անպայման պիտի անցնենք։ Սատանան երբեմն մեր ճանապարհը պիտի չորացնի, մեզ գայթակղեցնի, ամեն տեսակ փորձություններ թափի մեր վրա, բայց երբ որ դու ունես մկրտությունից հետո հոգևոր դաստիարակություն, Սուրբ Գիրք ես կարդում, աղոթական կյանք ունես, պատարագի ես գնում, դու անպայման կարող ես չարին հաղթել։ Եվ որպեսզի չարին հաղթել, դու նաև պետք է Հիսուս Քրիստոսին ունենաս քո կյանքի մեջ։ Ոչ միայն մկրտությամբ, որ 3 կարևոր բան է կատարում, Աստված մեզ որդեգրում է, մենք Քրիստոսի հետ ժառանգություն ենք ստանում, Սուրբ Հոգու տաճար ենք դառնում, այս ամենը պահելու համար դու պիտի պայքարես անտեսանելի պատերազմի մեջ։ Իսկ այդ անտեսանելի պատերազմը Կարմիր ծովով անցնել այդ հնարավորությունն է, որտեղ ստրկությունից հետո քեզ սպասում է հավիտենական եւ խոստացված ավետյաց երկիրը։